LinkedIn Local Երևան 2025-ը կրկին մեկ հարկի տակ է հավաքել տասնյակ գործարարների կենթանի ռեժիմով գործարար կապեր հաստատելու համար։ Մայիսի 6-ին տեղի ունեցավ LinkedIn Local Երևան 2025-ի արդեն երկրորդ տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը, հալեցնելու բիզնես նեթվորքինգի բոլոր սառույցները։ Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի, իսկ այս անգամ անցյալ տարվա հաջողված փորձի հիման վրա այն վերադարձավ համալրված գործիքակազմով։ LinkedIn Local Երևանը նպատակաուղղված է գործարար միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու հանդիպելու ոլորտի լավագույնների հետ եւ կիսվելու նորարար գաղափարներով։ Միջոցառման կարգախոսն է Inspire, Innovate, Connect, որը միտված է ապագա հեն բիզնեսի կառուցմանն ու զարգացմանը։ Առանձնահատկությունը հենց կանոնման դանում, որ մենք մի հարկի տակ հավաքել են գործարարների, ովքեր կարողանալու են փորձի փոխանակում անել եւ կարողանան նեթվորքինգ անել, այն ինչը կարծում եմ բիզնեսում ամենակարևոր տարրերից մեկն է։ Գիտեք, թվում է, որ ապրում ենք Հայաստանում, բոլորին գիտենք ու մեր ձեռքի ոնց որ հասանելիության տարածքում են, բայց իրականում այդպես չի, հատկապես ավելի բազմազբաղ մարդկանց համար։ Հիմա մենք մի քանի 100 բազմազբաղ մարդկանց հավաքագրել ենք միտեղ, որպեսզի լրացուցիչ սիներգիա ստեղծենք։ Միջոցառումը համախմբել էր բազմաթիվ գործարարների, հիմնադիր ու գործադիր տնօրենների, թոփ մենեջերների, ինչպես նաև առաջին անգամ ծրագրում ներառվել էր մենթորների հատվածը, որի շրջանակում տարբեր ոլորտներում կայացած մասնագետները կիսվեցին իրենց փորձով, ինչպես նաև ավելացվել էր դիվանագետների ներկայացվածություն, ԱՄՆ-ի, Չեխիայի, Բելգիայի եւ Իսպանիայի դեսպանատների դեսպանների եւ այլ ներկայացուցիչների տեսքով։ Դեսպանների մասնակցությունը ինչով է կարևոր, քանի որ մենք գնում ենք մեր միջոցառման միջազգայնացման ճանապարհով, երկրորդը մենք ուզում ենք հայ գործարարին հնարավորություն տալ առանց բյուրոկրատական քաշքշուկների հնարավորություն ունենալ ուղիղ հենց կենտրոնի շփում ունենալ դիվանագետի հետ, դեսպանի հետ։ Մոտավորապես 300 մասնակից ունեցող LinkedIn Local Երևան 2025 միջոցառումը թվով երկրորդն է Հայաստանում, սակայն չորրորդը աշխարհում։ Ապագայում պլանավորվում է այն իրականացնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, իսկ մինչ այս միջոցառումն իրականացվել է ԱՄՆ-ում եւ Չինաստանում։ Այնտեղից Հայաստան բերելով ճիշտ նեթվորքինգին ուղղված բազմաթիվ գործիքներ։ Մենք առաջին հայացքից շփող ենք թվում, բայց մենք շփվում ենք այն մարդկանց հետ, ում հետ արդեն ծանոթ ենք։ Այսինքն ցանկացած միջավայրում խումբ մարդիկ կանգնում են եւ շփվում են այն մարդիկ, ովքեր որ մինչ այդ եւս ծանոթ են եղել։ Իսկ դրսում ընդհակառակը, երբ որ մարդիկ ինչ-որ նմանատիպ միջոցառումների են մասնակցում, միանգամից փնտրում են մարդկանց, ովքեր որ անծանոթ են եւ նոր պետքա ծանոթանան։ Սա թերևս իմ նկատած ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, այն ինչ որ մենք դրսից փորձել ենք բերենք եւ հայկական բիզնես միջավայրում այս մշակույթը նույնպես ձևավորել։ Միջոցառումն ընթացավ երաժշտական ուղեկցությամբ նեթվորքինգի համար հնարավորինս անկաշկանդ եւ անմիջական միջավայր ստեղծելու համար։ Այս տարի նախատեսված էր նեթվորքինգային երկու ձևաչափ՝ ֆասիլիտացված, նվազագույն ժամկետում առավելագույն կապեր ստեղծելու նպատակով եւ ինդուստրիալ, թիրախային համագործակցություններ ստեղծելու համար։ Միջոցառմանը որպես մենթորներ ներգրավված էին բիզնեսում հաջողած մարդիկ, որոնց հետ շփվելու համար հատուկ ժամանակ էր հատկացվում։ Իմ փորձից առանձնացնելու եմ այն, թե ինչպես կարելի է երազը դարձնել բիզնես մտածելակերպ։ Այն երազը, որը դու օդի մեջ տեսնում ես, դու պատկերացնում ես, թե ինչ կարող է դա լինել, բայց երբ արդեն փորձում ես դարձնել պրոդուկտ, երբ փորձում ես իրեն դարձնել բիզնես պրոդուկտ, դա բավականին երկար ճանապարհ է եւ իմ փորձի արդյունքում կան գործիքներ, որոնք որ օգնեն եւ այսօր այստեղ ներկա գտնվող մարդկանց եւ նաեւ ապագայում օգնելու է մեր ընկերներին։